Խմբակային շների ելույթները օրվա տարբեր ժամերի տարբեր են, ցերեկվա հաչոցները գիշերը վերածվում են ոռնոցի, շուրջ բոլորը շենքեր են հարյուրավոր բնակիչներով, որոնք արդեն բան չեն հասկանում, կերակրելն է ճիշտ, թե փայտը ձեռքում պահելը, որովհետև կուշտ թե սոված անվնաս չեն։ Գիշեր ցերեկը դիպ կապ չունի, վնասը կուտան իրանք։ Ասենք ագրեսիվ են այնքան, որ հեչ բանը չես անի, իրանք վնաս կուտան։ Երեխեքը դպրոց կեշտան, մարդիկ կեշտան գործի, շները կհարցակվեն մարդկանց վրա, երեխեքի վրա, երեխեն կանգնած էր դպրոց պդեշտար, շունը հասավ, այդ իրան ռուկզակից բռնեց ու քաշեց։ Եթե անգամ չեն խածում այդ հաչոցները, վազելը բան, ազդում է երեխաների մարդկանց հոգեբանության վրա։ Շները հասնենք երեխաների վրա, մենք ենք քանի անգամ օգնել այդ շների երեխաներին որ անցնի, հնարավոր չէ, երկու բոդ անցնել այստեղից այնտեղ հնարավոր չէ։ Թափառող ամբուն շների մարդու բարեկամ դառնալը չի ստացվում, իսկ որ ագրեսիվ են շնասերները դա կապում են մարդկանց վերաբերմունքի հետ։ Շուն տեսնելիս միանգամից վախն է առաջ գալիս, իսկ մեկ չէ 15-ից 20 շնից պաշտպանվելու տարբերակը որն է։ Կենդանասերներն ասում են, թե կերակրելուց բացի առանձին տարածք ու կացարան է պետք։ Թափառող շներով հիմա միայն նրանք են զբաղվում։ Կենդանասերների վրա չեն հարձակվում, չեն կծում, որովհետև կերակրում են։ Վնասվածք ունեցող շներին էլ տարբեր թաղամասերից հավաքում տեղափոխում են կենդանիների մասնավոր կլինիկա։ Այլ եթե լիներ այս կացարանը, խնամքի կենտրոնը, կենտրոնին միանգամից կտեղափոխվեր կենտրոն։ Այսինքն ահազանգը երբ որ ստացվում է, կատաղած շուն է, վնասված շուն է, սոված շուն է, հիվանդ շուն է։ Ահազանգին արդեն տեր էր կանգնելու այս կենտրոնը։ Այսինքն պետք է ստեղծվեր հոակ, ինչպես Երևանում է։ Եվ այդ հարցերը պետք է կարգավորեին իրենք, ոչ թե անհատ կենտանասերները, որոնք երբեմն կանգնած կենտանու գլխավերևում, իրանք չգիտեն ինչ անեն, որտեղ նույն կլինիկա տեղափոխել ինքը գումարներ է։ Կենդանասեր Երանուհի Սողոյանը 1 տարի առաջ թափառող շների համար Գյումրիում կացարան կառուցելու համալիր ծրագիր էր ներկայացրել։ 2025 թվականի մասնակցային բյուջետավորման հայտով այն հաղթեց։ Պետության 80% ֆինանսավորմամբ եւ մնացածը համայնքի ներդրմամբ կառուցվելու էր շների համար կացարան, որն իր մեջ ունենալու էր լաբորատորիա հետագայում ստերջացում կատարելու նպատակով, որ շները չշատանան։ Լինելու էր նաեւ տնային կենդանիների համար զբոսայգի, բայց 2025 թվականի դեկտեմբերին կառուցման ծրագրի մեկնարկի ժամկետը սպառվել է եւ հիմա փաստացի հաղթած ծրագիրը ձախողվել է։ Հիմա այս պահի դրությամբ 2026 թվականի փետրվար ամիսն է, ես կարող եմ ասել, որ թիմը տապալեց։ Կացարանի շինարարության համար հայտարարվել է 6 մրցույթ։ Առաջին մրցույթը հայտարարվել է 2025 թվականի օգոստոսի 28-ին։ Մինչև այդ եղել է նախագծի մրցույթ, հաղթող նախագիծը կա, նախագծային աշխատանքներն արվել են, 3,5 միլիոն նախագծային աշխատանքներ արժեքն է եղել։ Մասնակցային բյուջետավորման ծրագրով պետությունն իր պարտավորությունը կատարած է եղել անցած տարվա սեպտեմբերին, փոխանցել է գումարի կեսը՝ 40 միլիոն դրամը, բայց այն վերադարձվել է բյուջե որևէ պայմանագիր ու մեկնարկած աշխատանք չլինելու պատճառով։ Իսկ մասնակցային բյուջետավորման ծրագիրն ի տարբերություն սուբվենցիոնի չի կարող փոխանցիկ դառնալ։ Պատասխանը ստացել ենք հունվարի 22-ին, որտեղ նշված է, որ առաջարկում ենք 2025 թվականի մասնակցային բյուջետավորման ընդհանրակարգով ձևավորված տվյալ ծրագրի իրականացումը դիտարկել համայնքի 2026 թվականի բյուջեի հնարավորությունների շրջանակում։ Նշանակում է, որ իրանք իրենց ուրեմն աջակցությունը հանում է կառավարությունը, որովհետև դու պայմանը չես կատարել, ծրագրի եւ թողնում է համայնքի հայեցողությանը։ Իսկ թե ինչու շների կացարան նաև լաբորատորիա կառուցելու համար քաղաքապետարանի հայտարարած մի քանի մրցույթներին ոչ մի շինկազմակերպություն հայտ չի ներկայացրել, Գյումրիի գլխավոր ճարտարապետի օգնականը նշում է, թե ընդամենը 200 քառակուսի մետր մակերեսով կացարան կառուցելու համար շինարարի որակավորման բարձր շեմ է սահմանվել, իսկ շինկազմակերպությունները չեն ունեցել նման մրցույթի մասնակցության համար պահանջվող լիցենզիա։ Պատճառը երևի տեխնիկականն է եղել, քանի որ այնտեղ լիցենզիայի 10 կար լաբորատորիայի մաս 4-ից 5 անգամ չի կայացել։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից ծրագրի հեղինակին ուղարկված նամակի պատասխանից պարզ է դառնում, որ ծրագիրը դառնում է ամբողջությամբ տեղական բյուջեի հաշվին իրականացվելիք,
Այժմ քաղաքապետարանը դիտարկում է այս տարբերակը։ Երևի այս ծրագիրը առայժմ կմնա թղթի վրա, բայց մենք 2026 թվականին նախատեսել ենք մոտ ժամանակներս կսկսենք երևի արդեն շների կացարանք կառուցենք երևի այլ տեղում, արդեն այլ չափանիշներով, որը կբաժնենք փուլայինով, առաջի փուլով կլինի որպես շների կացարան, երկրորդով նոր լաբորատորիա։ Ձախողված ծրագիրը մասնակցային բյուջետավորմամբ գնահատվել էր 124 միլիոն դրամ։ Եթե այն քաղաքի բյուջեի հաշվին իրականացվող ծրագիր դառնա, գումարի չափը փոխվելու է, պակասելու է, թե ավելանալու դա էլ չգիտեն, բայց քաղաքապետարանի պատասխանատուն արդեն ասում է, որ մտադիր չեն շների կացարան կառուցել այն տարածքում, որը հատկացվել էր ձախողված ծրագրի համար։ Խոսքը Անի թաղամասի Պարուրցևակ փողոցի վերջնամասում գտնվող 2 հեկտար տարածքի մասին է։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։